Բարի երեկո, այսօր առանց ավելորդ ճոխ բնութագրերի խոսելու ենք արվեստի դժվարությունների եւ բարդընտրությունների մասին մի դերասանի հետ, ում ոչ թե ճանաչում եք հեռուստաէկրանից կամ թատրոնի բեմից, այլ մարդու հետ, ով համենայն դեպս այս թողարկման ընթացքում չի խաղալու։ Իմ հյուրն այսօր դերասան Գոռ Համբարձումյանն է։ Բարև ձեզ Գոռ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Գոռ, ուզում եմ սկսենք նրանից, թե ինչպես որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը։ Ինչու եկաք արվեստի աշխարհ։ Գեղեցիկ արվեստը, երևի դրա համար։ Ինձ թվում է ինձ էր պետք իմ մեջ ինչ-որ բաներ բացահայտել։ Ավելի շատ իմ համար որոշեցի ընդունվեմ թատերական ինստիտուտ, ինքս ինձ ինչ-որ չափով բացահայտելու համար։ Երևի թե դա եղել պատճառը։ Սա մասնագիտություն է, թե ավելի շատ ապրելակերպ։ Մասնագիտություն ինձ համար։ Ապրելակերպ չէ։ Իմ ապրելակերպի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի իմ մասնագիտությունը։ Ինձ համար սա լավ, սիրուն, անկեղծ մասնագիտություն է, որտեղ կարող ես դրսևորես քեզ ու այն ինչը որ սովորաբար, ինչի մասին սովորաբար լռում ես, այս մասնագիտությունը թույլ է տալիս դրա մասին բարձրաձայնել։ Ամեն դեպքում արդեն բազմաթիվ տարիներ թատրոնում եք, նկարահանվում եք, դերասանի մասնագիտության մեջ եք։ Ինչպիսին է այսօր մեր թատերական աշխարհը եւ ինչ բացեր ունենք, որ պետք է լրացնենք։ Գիտեք, շատ ճիշտ ու լավ հարց եք տալիս, ինձ համար համենայն դեպս շատ կարևոր։ Տեսեք, սկսենք նրանից, ինչ պետք է մշակույթը տա հասարակությանը։ Դա շատ կարևոր հարց է, ինչի համար է մշակույթը ընդհանրապես ու ինչ առաջնահերթություններ պետք է ունենա։ Օրինակ, դուք ո՞նց եք մտածում, ինչ ուղղությամբ պետք է ուղղորդի մշակույթը հասարակությանը։ Այսինքն պետք է կրթի, պետք է ճաշակ թելադրի, պետք է հայրենասիրության ինչ-որ ճիշտ մոդել ցույց տա։ Դուք ո՞նց եք մտածում։ Կարծում եմ 3-1-ում։ Շատ լավ։ Դե եթե 3-1-ում։ Օրինակ ինձ կարաք ասեք մի ֆիլմ, մի ներկայացում, մի երգ։ Մենք տեսեք 30 տարի անկախ պետություն ենք եղել, ու այս 30 տարվա մեջ ինձ կարաք ասեք մի ֆիլմ, մի երգ, մի ներկայացում, որը հենց հայրենասիրության մոդելի մասին է։ Տեսեք, մենք լրագրողները սովորաբար լուսաբանում ենք այն, ինչը որ արվեստի ոլորտի մարդիկ իրականացնում են, լինի դա օրինակ երգի ստեղծում, ներկայացման պրեմիերա, ֆիլմի պրեմիերա, դուք պետք է ասեք, այսօր ինչ է արվում։ Ես կուզեմ հասկանամ հայրենասիրության, նույն եթե խոսում ենք հայրենասիրության մասին, որ մշակույթը ինքը պետք է նաև հայրենասիրություն քարոզի, հա, այսպես ասենք։ Կասեք մի մոդել, մի ֆիլմ, մի ներկայացում, մի երգ, որտեղ հայրենասիրություն է քարոզվում։ Չեմ կարող այս բանին մտաբերել։ Տեսեք, ես հիմա ես չեմ կարող ասել, ես ինքս լինելով մշակույթի մարդ չեմ կարող ասել։ Կարող եմ լիքը ֆիլմեր թվարկել, բայց ինչքանով է դա խոսում հայրենասիրության մասին։ Այսինքն մենք երգեր ունենք հայրենասիրության մասին, ֆիլմեր ունենք, ինչի մասին են այդ ֆիլմերը, հայրենասիրության, օրինակ լավագույն տղերքը հեռանում են, դա հայրենասիրություն է, երգա, չէ, հեռուներում բախտ որոնում, դա հայրենասիրություն է, բայց ասում ենք, չէ, հայրենասիրության մասին է, ինչ ենք ասում, մենք ինչքան վատ է, որ իրանք գնում են, ֆիլմեր ենք նկարում, որտեղ մեր հերոսները մահանում են, դա պրոբլեմ է, դա մի ամբողջ ժողովրդի պրոբլեմ է։ Իսկ ինչ է նշանակում, մենք չենք կարող նկարենք ֆիլմ, որտեղ մեր հերոսը հետ է գալիս։ Մեր բոլոր ֆիլմերում մենք ցույց ենք տալիս, որ մեր հերոսը գնում է կռիվ ու զոհվում է։ Ի վերջո, բացի հարցազրույցներում այս թեմաները բարձրաձայնելուց, դուք արվեստի ոլորտում ժողովներ, քննարկումներ, այս թեմաներով զրույցներ չեք ունենում։ Ես ինքս շատ եմ ունենում նման խոսակցություններ։ Իրանց արդյունավետության մասին չեմ կարող ասել, թե ինչքանով է դա արդյունավետ, բայց դրանք հարցեր են, որոնք
մի քիչ պետքա կարենանք այդ պոպուլիզմից դուրս գանք, էլի, ու իրականության հետ չենք կարա մենք չառերեսվենք։ Դրանք խնդիրներ են, որոնց մասին պետքա միշտ բարձրաձայնվի։ Այսինքն մենք այսքան տարի պոպուլիզմի վրա քարոզել ենք հայրենասիրություն, որտեղ օրինակ ասում ենք, որ, չգիտեմ, լեռներից մեր տղերքի արյունն է հոսում, գնացին տղերքը ու կորան հերվում։ Ուզում եմ հասկանամ դա ինչ պրինցիպով է դա արվել, լավ, արվել, եթե հիմա չի արվում նման բան։ Իսկ ձեր զրույցների ընթացքում մասնագետները ինչ պատասխաններ են տալիս սրա։ Գիտեք, արվեստը սովորաբար մեր իրականության մեջ ում հանդիպել են բոլորը գլխով են անում։ Չգիտեմ, կարող այստեղից մտնում այնտեղից դուրս է գալիս կամ ընդհանրապես չեն էլ հասկանում կամ ասում են լավ դե ինչ է ասում, ուղղակի որոշակի զգուշավորություն պահելու համար չեն բարձրաձայնում դրա մասին, չեն ասում դե լավ էս ինչ ես խոսում, բայց դա գիտեք, դա ազգային խնդիր է։ Լավ, եթե ամեն դեպքում թեմայի շրջանակում վերադառնանք ձեզ, ինչպիսի կերպար կուզենայիք ձեզ վստահվեր, որը կքարոզեր այդ հայրենասիրությունը, որը կլիներ հետ եկող եւ ամուր հերոսի մասին։ Գիտեք, դա ինձ վստահվելու կերպարի մասին չի խոսքը։ Ես ընկալում եմ, բայց այնուամենայնիվ փորձում եմ մեր զրույցը վերադարձնել դեպի ձեզ։ Գիտեք, ինձ պետք չի ոչինչ վստահել, այսպես ասեմ, հա, sense ձևակերպեմ։ Դա պետքա արմատապես մենք մեր մեջ, մենք ինքներս մեզ պետքա վստահենք։ Մենք ինքներս մեր հետ պետքա խոսենք։ Մենք արվեստը չպետքա անմասն մնա երկրում տեղի ունեցող եւ լավ եւ վատ բաներից։ Այս սովետական գաղափարները դեռ մինչև այսօր կան, էլի, որ բան մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, բան, միշտ sense ինչ-որ տարօրինակ զգուշավորություն կա ու հետո կանգնել կուլիսներում կամ չգիտեմ, տենց թաքուն տեղերում ասել, որ բա մենք արվեստագետներս հասարակության էլիտան ենք, բան, տենց էլիտա չի լինում։ Էլիտան չի կարող անմասն մնա երկրում տեղի ունեցող ոչ մի իրադարձությունից։ Էլիտան ինքն էլ չէ պետքա իր կարծիքը ունենա, իր կարծիքը պետքա հաշվի առնեն ինչ որ չափով գոնե, բայց մենք ունենք մի հատ իրականություն, որտեղ մշակույթը ոնց որ sense գնացել է ինչ որ մի հատ անկյունում նստել է ու ամբողջ ընթացքում բողոքում է թե ինչի իրանց ուշադրություն չեն դարձնում, ինչի են իրանք քիչ վարձատրվում, ինչի են իրանք դուրս մնացած ինչ որ process-ներից, հարգելիներս դուք եք ձեզ դուրս թողել process-ներից ու հիմա ինչ որ բողոքելու կամ ավելի լավ է գործել, խոսելու տեղը, այսքան տարի խոսում ենք, երևի թե ժամանակն է եկել ինչ որ գործ անելու, աշխատելու, ցույց տալու, որ այդ նույն հայրենասիրության մոդելն էլ գիտեք ինչա, այդ կրթելու մոդելն էլ գիտեք ինչա, այդ չգիտեմ, երաժշտություն ստեղծելուն գիտեք ինչա, նույն հաջողությամբ մեծ էլի խնդիր է, դա էլի կրթության խնդիր է։ Նույն մենք մի հատ բան ունենք, չէ, մրցանակաբաշխություն ունենք թատերական ոլորտի, որ այդ արտաբաց մրցանակաբաշխությունն է։ Ժողովուրդ ջան, մենք նայում ենք, մենք ինչ տեսքով ենք գնում այդ մրցանակաբաշխությանը, այդ տեսքով էլ մենք գնահատվում ենք։ Երբ որ մենք կարանք գնանք արտավազդ մրցանակաբաշխության, չգիտեմ, պոլո մայկով կամ շատ տարօրինակ ձև հագնված ու դա վերագրենք, որ մենք արվեստագետ ենք, եկեք մի հատ նայենք էլի աշխարհում ինչա կատարվում։ Մենք որ դարի մեջ ենք մնացել։ Այս ամենում որքան մեծ է ձեր եւ ձեր գոլեգաների մեղքը, որովհետեւ ի վերջո նույն շապիկով գնալ որևէ մրցանակաբաշխությանը ի վերջո այդ մարդու ընտրությունն է եւ ինքը այդպես է վերաբերվում այդ մրցանակաբաշխությանը։ Լավ, այդ մարդու այդպես է վերաբերվում։ Շատ լավ ասացիք, այդպես է վերաբերվում։ Բայց արդյոք նկատի ունեմ, սա գլոբալ խնդիր չէ։ Սա մարդու խնդիրն է։ Ինչի՞։ Որովհետև ինքը այդպես է վերաբերվում։ Չէ, բայց ոնց կլինի։ Ինքը լինելով ձեր նշած էլիտայի մի մասը, այդպես է վերաբերվում այդ մրցանակաբաշխությանը։ Դե լավ, շատ լավ, ինչ ասեմ։ Որն է այս պարագայում ձեր գոլեգաների ու չեմ ուզում իհարկե ձեր վրա վերագրել, բայց նաև ձեր մեղքը։ Ինչ է պետք անել ներսում արվեստագետներով, որպեսզի այդ մարդու վերաբերմունքը կոնկրետ մրցանակաբաշխության կամ կոնկրետ միջոցառման հանդեպ փոխվի։ Դե ես ասում եմ ինչա պետք անել։ Ասում եմ պետք է այդ պոպուլիզմից ու այդ կեղծ հայրենասիրական կոչերից դուրս գալ,
ապրել իրականության մեջ ու ստեղծել այդ իրականությունը, կառուցել այդ իրականությունը ու մարդկանց բերել այդ իրականություն։ Ինչպես բանաձևը որն է։ Բանաձևը այն է, որ գոնե չնկարենք ֆիլմեր, որտեղ որ մեր հերոսները մահանում են, կամ ցույց տանք, որ մեր հերոսները գերի են ընկնում ու իրանց հետ ինչ են անում, լավ ամոթ այդ ի՞նչ է։ Ոնց կարելի է այդպես բան անել։ Ոնց ինչ ենք մենք ցույց տալիս են ծնողներին, ովքեր իրանց երեխեքին կորցրել են։ Ցույց ենք տալիս ինչ են արել ձեր երեխեքի հետ։ Չենք ամաչում մենք։ Ամոթ չի էդի։ Խոսում ենք դարերի պատմությունից, խոսում ենք թե ես իմ, չգիտեմ ինչ, մեգա մոնստր ժողովուրդ ենք եղել, մեր պատմությունը, մեր առաջին, մի անգամ էլի ամեն անգամ չնայած ամեն առիթի ասում եմ, երկու բան գիտենք, որ 301 թվականին քրիստոնեություն ենք ընդունել, առաջինն ենք եղել, ու մեկ էլ ավարայրի ճակատամարտում տարել ենք բարոյական հաղթանակ, դե լավ ամոթ է, ինչքան կարելի է այդ նույն բանը ասել։ Ինչ ենք արել մենք այդ քրիստոնեությունը պահելու համար կամ մեր մշակույթը պահելու համար։ Եվ մենակ խոսալով չի։ Այնուամենայնիվ ես չստացա իմ պատասխանը։ Դուք եւ ձեր գոլեգաները ինչ եք անում այդ մշակույթը պահպանելու համար։ Համենայն դեպս ես դրա մասին բարձրաձայնում եմ։ Եթե որոշ մարդիկ չեն բարձրաձայնում, ես բարձրաձայնում եմ ու ասում եմ, որ դա մեծ խնդիր է։ Կարծում եմ դա բավականին ընդունելի պատասխան էր, որ ես ինքս բարձրաձայնում եմ։ Կարա իջես տեղ ինչ որ ձոներ Գոր դուք որևէ կերպար կերտելիս կորցնում եք ձեր եսը, թե անընդհատ վերահսկողություն եւ այդ երրորդ աչքը ունեք։ Գիտեք, ես առաջնորդվում եմ մի բանով։ Ես որ ես ռուսական թատրոնի դերասան եմ մի քիչ բանով։ Я предлагаемых обстоятельствах։ Ես ոնց կլինեի ես, եթե օրինակ լինեի ես ինչ պերսոնաժը։ Ոնց կլինեի ես։ Այսինքն ես չեմ գլխիցս դուրս բանել չեմ հորինում էլ ինչ որ ծուր մրտիկ։ Ես ինքս ոնց կլինեի, եթե ես լինեի այդ կարգավիճակում։ Ես նման ձև եմ նայում։ Ձեզ ավելի մոտ է բեմը թե տեսախցիկը։ Եվ ինչու։ Քանի որ ես ամբողջ տարին բեմում եմ, երևի թե բեմը։ Տեսախցիկը կամ տեսախցիկը ինձ չի սիրում, կամ այդ տեսախցիկը պահողները ինձ չեն սիրում։ Դրա համար ես քիչ եմ հայտնվում էկրաններին։ Ես հիմնականում ռեժիսորների հետ ինչպես եք համագործակցում։ Գուցե այստեղ է խնդիրը։ Չէ, ես խելոք տղա եմ, խելոք դերասան եմ, ռեժիսորը եթե մի բան ասում է, որ տենց հա տենում, փորձում եմ անեմ, եթե չի ստացվում, ես երևի դրա համար էլ ուշ եմ հայտնվում։ Կոնֆլիկտային չեք։ Տպավորություն կա, խոսակցություններ կան այդպեսին, բայց ես կոնֆլիկտային չեմ։ Մանավանդ արվեստի մեջ ինչ կոնֆլիկտայնություն։ Այնուամենայնիվ կան դերեր, որոնցից հրաժարվում եք եւ ինչով է սա պայմանավորված։ Չեմ ստացել տենց առաջարկներ, որոնցից հրաժարվեմ, չեմ ուզենա բարձրաձայնեմ, թե ինչ դերերից կհրաժարվեմ, բնականաբար որպես մարդ, որպես արտիստ կան դերեր, որոնցից կհրաժարվեմ իհարկե, բայց չեմ ուզենա բարձրաձայնեմ, որ ոչ մեկի չնեղացնեմ։ Իմ հարցազրույցներից մեկում ես հյուրերիցս մեկին ասացի, որ սովորաբար դերասաններից ոմանք լռում են բեմ բարձրանալուց առաջ։ Ձեզ մոտ ինչպես է, սա բեմ բարձրանալը սա սովորություն է, աշխատանքի գնալը, թե ծիսակարգ։ Այսինքն լռում են։ Լռում են, կենտրոնանում են դերի վրա, չեն շփվում, ինչ որ այդպիսի բաներ ունեն դերասանները, դուք ինձնից լավ գիտեք։ Չեմ լռում։ Գիտեք, այդ ամեն մարդ երևի թե ամեն արտիստ մի ձև է իր բեմ դուրս գալը սկսում, հա, այդ ետնաբեմից դեպի բեմ գալը։ Ես նորմալ տիրապետում եմ իմ մասնագիտությանը։ Հիշեցի մի անգամ Արմեն Ջիգարխանյանին, որ հարցրել էին ոնց եք մտնում կերպարի մեջ, ասել էր սենց մի քիչ վազում եմ, լավ քրտնում եմ ու սենց պլթալեն ընկնում եմ մեջը, ոնց որ շատ լավ հումոր է արել, էլի, ու ես այդ հումորը կիսում եմ։ Լավ։ Ինչպես եք աշխատում ձեզ վրա, որովհետև ամեն դեպքում ինքնակրթությունը շատ կարևոր է եւ հատկապես դերասանի ու էլիտայի պարագայում, որովհետև ձեր խոսքը հանրային է, որովհետև դուք ելույթներ եք ունենում, դուք նկարահանվում եք, դուք թատրոնի բեմում եք, ինչ եք անում, որպեսզի մնաք բարձունքում եւ չլինեք հերթականը իհարկե։ Գիտեք, երևի թե ես չեմ կարա նկատեմ, թե ես ինչ եմ անում։ Դա ցույց է տալիս այն հանդիսատեսը, ով մեզ
վերջում ծափահարում է։ Եթե հանդիսատեսը լավ է ընդունում, ուրեմն որոշակիորեն աշխատում եմ ինձ վրա։ Եթե լավ չի ընդունում, ուրեմն թերանում եմ ինչ որտեղ։ Ամբողջը process է, ու մանավանդ այս մասնագիտության մեջ, որ ինքը մի քիչ էմոցիոնալ դաշտի մեջ է, այսինքն մենք մի քիչ ավելի շատ բան ենք, հուզական ենք, բաներ կա, որ ժամանակի ընթացքում եկել է ու մտել է քո բնավորության մեջ։ Կարծում եմ պերիոդներ է լինում, որ ամբողջությամբ пассив շրջան է գնում, այսինքն ոչինչ չես ուզում անես, նույնիսկ այդ ինքնակրթվելու առումով լինում է, որ ամբողջությամբ ուզում ես կորես, չզբաղվես ոչ մի բանով, ու այդ չզբաղվելը ի վնաս քեզ աշխատում, որովհետև հետո հանդիսատեսի արձագանքից դու հասկանում ես, որ դու ինչ որտեղ բաց ես թողել։ Վատ դերասաններ կան։ Իհարկե։ Սա ինչի հետևանք է։ Կրթության պակասի։ Այո, կրթության։ Կրթության պակասի չէ, կրթության։ Կրթության պակաս հասկացողություն ես չեմ ընկալում։ Ինչ է նշանակում կրթության պակաս։ Կրթությունը պակաս չունի, պետքա կրթվել ուղղակի։ Այո։ Իսկ ինչպես եք համագործակցում իրենց հետ, որովհետև ոլորտում ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր չունեն այդ կրթությունը։ Գիտեք, ես իմ մարդ տեսակը պահում եմ։ Պետքա մարդ լինել ուղղակի։ Իրանց հետ էլ Մարդ լինելը դա առօրյա շփման մեջ, բայց երբ որ մենք խաղում ենք եւ խաղընկերներ ենք, ու ես չեմ տիրապետում մասնագիտությանը, դա նաեւ ձեր վրա է անդրադառնում։ Տեսեք, ես կփորձեմ օգնել ինչով կկարողանամ, բայց եթե դուք այնպիսի ամբիցիաներ ունեք, որ իմ օգնության կարիքը չունեք, ասում եմ, մորերա դմուտապիցիս ինչ ասում։ Բայց սովորաբար այդ մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, իրենք ամենաամբիցիոզն են։ Դե ինչ ասեմ, հա, լինում է տենց։ Եղել է պահ, որ ուզենաք ընդհանրապես հրաժարվեք ոլորտից եւ զբաղվեք այլ բանով։ Այո, իհարկե։ Հիմա էլ։ Ինչու։ Ինչու։ Այ հենց այդ հարցի պատասխանը ես ինքս ունենամ, հենց այդ պահին դուրս կգամ թատրոնից, ոլորտից։ Չունեմ այդ հարցի պատասխանը։ Ու կարծում եմ յուրաքանչյուր արտիստ ինքը տենց միշտ այդ բանը ունի, էլի, անարդարության զգացողություն, չգնահատված լինելու ինչ որ ես էլ իմ մեջ ունեմ տենց զգացողություններ, որի պատճառով գալիս եմ բայր, որ ուզում եմ օրինակ դուրս գամ ասպարեզից, ասում գնամ մի ուրիշ բանով զբաղվեմ, բայց ոնց որ դեռ այդ համարձակությունը չկա մեջս որ գնամ։ Գոր ամեն դեպքում մի անգամ գոնե եղել է այնպես, որ ձեզ վստահել են ու գնահատել են, որովհետև դուք այսօր իմ դիմաց նստած եք։ Որն է եղել այդ առաջին բեմելը եւ ինչ էիք խաղում։ Կհիշեք։ Իհարկե կհիշեմ։ Ինստիտուտում, որ սովորում էի, ես երջանկայի շատակ Ալեքսանդր Գրիգորյանի կուրսն եմ ավարտել ու հենց ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ թատրոն։ Ու առաջին դերս, եթե չեմ սխալվում, մեծ բեմում եղել է, մանկական ներկայացումը չեմ ասում, որտեղ դա քննություն ենք հանձնել, բայց առաջին դերը, որ խաղացել եմ, ինչքան հիշում եմ, եղել է Ֆիլոմենա Մարտուրանոյում խաղացել եմ տղաներից մեկի կերպարն եմ խաղացել։ Եթե չեմ սխալվում, դա է եղել առաջինը, իսկ եթե սխալվեմ, ուրեմն միանշանակ առաջինը եղել է Խանոմայում, որ ընկերոջս Երվանդի մահանալուց հետո իր դերը Խանոմայում տվեցին ինձ։ Եթե առաջինը դա Այսօր էլ եք խաղում այդ դերը։ Հա, խաղում եմ մինչև հիմա, արդեն 13 տարի է։ Այո, Երվանդը 2012-ին մահացավ։ 13-ին։ 13-ին։ Ես ուզում եմ նաև խոսենք որպես դերասան հետո, դերը խաղալուց հետո, որքանով եք վերլուծում ձեզ։ Երևի ես մի քանի տարին է, որ շատ սկսել եմ խորանալ եւ պիեսների վրա, եւ կերպարների վրա, այսինքն չեմ թողում հիմա նրա վրա, որ դե կստացվի, չէ, կամ կարող է եւ ստացվի, լավ ստացվի, վատ ստացվի։ Հիմա որոշակի խորանում եմ ու շատ բաներ եմ սկսել հասկանալ, որ յուրաքանչյուր գրող այնքան խորն է գրել իր գործերը, որ միայն երկար վերլուծելուց հետո կարաս հասկանաս, թե դա ինչի մասին է։ Սա ինչ գործընթաց է, անընդհատ կարդում եք պիեսը, թե գուցե փորձերի ընթացքում եք հերոսին բացահայտում։ Փորձերի ընթացքում։
պիեսը կարդում եմ փորձերի ընթացքում, ինչքան էլ շատերի համար կարող է դա զարմանալի թվա, բայց դա երևի իմ այդ դպրոցից է եկել, ինձ միշտ ասում էին, որ անգիր մի սովորի պիեսները, մի այդքան ձեռդ այդքան ման մի արի, փորձերի ընթացքում կսովորես, կհասկանաս ու տենց այսքան տարի գնացել է, էլի ես պիեսը չեմ վերցնում, գնում, նստում այն բանով ֆլոմաստերով գծում, բան գրում, այստեղ բարձր պետքա խոսամ, այստեղ մի քիչ ցածր խոսամ։ Չէ, փորձերի ընթացքում ոնց որ սկսում ես ռեժիսորի հետ վերլուծել, գոլեգաներիդ հետ վերլուծել ու հասկանում ես, որ ինչքան խորը բանի մասին է կամ ինչքան դատարկ բանի մասին է։ Այսօր կա բան, որ որպես դերասան ուզում եք սովորել, բայց դեռ չեք փորձել օրինակ։ Այսինքն մասնագիտությունից դուրս, չէ, մասնագիտության մեջ։ Որքան էլ որ ձեր գործի վարպետն եք, բայց այնուամենայնիվ բոլորս միշտ սովորում ենք, չէ՞։ Հա, իհարկե։ Հա, կա, ռեժիսորներին եմ ուզում հասկանամ։ Ուզում եմ հասկանամ իրանք այդ խնդիրները, որ տալիս են, էլի, ոնց որտեղից է գալիս այդ խնդիրները։ Ռեժիսորայից բացարձակ գաղափար չունեմ։ Չգիտեմ դա ինչ է։ Չգիտեմ ոնց կարելի է, ոնց է պետք բեմադրել։ Օրինակ, եթե անգամ իմ մտքի մեջ ինչ-որ մի բան գալիս է, ես հետո հասկանում եմ, որ ես որպես դերասան եմ նայում դրան, որ ինչ-որ ասում եմ, այ օրինակ, որ ստեղից դուրս գար, ես նայում եմ էտի, որ ես ինձ եմ էլի տեսնում, որ եսը տենց կանեի, բայց ռեժիսորայից գաղափար չունեմ, հետաքրքիր է էլի իրանց ներաշխարհը, ընդհանրապես իրենք ոնց են այդ ամեն ինչը տեսնում։ Բայց այնուամենայնիվ շատ դերասաններ իրենց փորձում են նաև բեմադրիչի եւ ռեժիսորի գործում։ Գուցե փորձեք ու այդ պարագայում սկսեք հասկանալ իրենց։ Ես բեմադրություն անեմ։ Չէ, չեմ մտքովս չէ անցել։ Բացառում եք, թե հնարավոր է որ օրինակ լինի մի օր։ Եթե ես տիրապետեմ ռեժիսուրային, եթե ես գնամ ռեժիսորական դասեր անցնեմ, իմանամ թե դա ինչ է, որ ինձ ռեժիսուրայից հարց տան, ես չասեմ բի այդ ժամանակ միգուցե, բայց եթե ես չեմ տիրապետում ռեժիսուրային, ես որպես դերասան ոնց պետք է աշխատեմ դերասանների հետ։ Իմ որպես դերասան, իմ ներաշխարհը, իմ բնավորությունը պետք է փոխանցեմ այդ մարդկանց։ Այսինքն պետք է ասեմ, ստեղ սենց արա, ստեղն հենց արա, բայց այդ ես եմ, այդ իրանք չեն։ Իսկ ռեժիսորը ինքը դերասանին ազատություն է տալիս, ստեղծագործելու տեղ է տալիս։ Իսկ դերասանը բեմադրության մեջ ինքը ռեժիսոր չէ, էլի եղբայր, ինքը դերասան է ու ինքը ասում է բեմի վրա արեք այն, ինչը որ ինքը կաներ։ Եկել հենց բեմ ցույց եք այն կարծիքը, որ ռեժիսորները ամեն դեպքում սեփական պրիզմայով են անցկացնում կերպարին։ Հա, ռեժիսորները իրանք քեզ տալիս են ազատություն ստեղծագործելու։ Իսկ դերասանը, երբ որ բեմադրություն է անում, ինքը անում է նենց, ոնց որ ինքը կխաղար։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե դու ռեժիսուրային չես տիրապետում, մի քիչ մի մտի էլի դրա մեջ։ Թող այդ մարդիկ իրանց գործը անեն էլի։ Լավ, վատ, ես չեմ ասում, վատ են անում, լավ են անում, կարող է եւ շատ լավ են անում, կարող է եւ 10 հատ ռեժիսորից լավ են անում, բայց ես ինքս, եթե չեմ տիրապետում այդ մասնագիտությանը, մի քիչ տենց մտավախությամբ էլի կմոտենամ, տենց չեմ ասի, այս թույն որ միայն 24 ժամով ինչ կուզենայիք մոռանալ։ Մոռանալ։ Ոչ մի բան չեմ ուզում մոռանամ։ Եթե այնուամենայնիվ ստիպված լինեք։ Չէ, ստիպված ոչ մի բան չեմ անի, բայց մոռանամ ես 30 քանի տարեկան 33, հա, այս տարի 33 եմ դառնում։ Ես իմ 33 տարվա մեջ ինչ եղել է իմ հետ, ես չեմ ուզում մոռանամ, ես ուզում եմ այդ ամեն ինչը հիշեմ ու այն վատ բաներն էլ հիշեմ, որ ամեն իրավիճակում ես ինչ-որ բան ունենամ հիշելու, որ ինձ թույլ չտա կամ նույնը կրկնել կամ X իրավիճակում ոնց ինձ տիրապետեմ։ Եթե մարդը առանց իր հիշողությունների ինչ պետք է անի։ Իրականությունից պետք չի կտրվել, բայց մոռանալ ինչ չէ, մոռանալու ոչ մի բան չեմ ուզում մոռանամ։ Ամեն ինչն ուզում եմ հիշեմ։ Եթե ձեր 33 տարիների ու հատկապես ներկայի մասին ֆիլմ լիներ, ինչպես կվերնագրվեր։ Դե լավ ամոթա չէ։ Ոչ, չեմ պատասխանի այդ հարցին։
դա ինձ այդ աղերս չունեցող հարց է։ Ես կարող եմ որոշակի ամբիցիաներ ունեմ որպես մարդ, բայց այտենց խելքից բան չեմ, էլի թոփալ չեմ։ Իմ մասին ֆիլմ վերնագիր։ Լավ, ի վերջո բոլորից ներսում ապրում է մեր փոքրիկ եսը, երեխան։ Ինչ հարցեր է տալիս ինքն ձեզ։ Մեկ-մեկ ջղայնանում է, մեկ-մեկ ասում է լավ, հա, Ինչուները շատ են։ հա, միշտ ինչուներ, եթեներ, բայց ես չեմ բանանում, այդ եթեները փորձում եմ բացառեմ, որովհետև կյանքում շատ է խանգարում։ Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ, իրականում կա էս ու հիմա։ Եթեներով որ առաջնորդվենք, այնքան եթեներ կա, բայց եթե օրինակ ես ինչ հարց տայիք։ Բայց եթե Ու թերևս թողարկման ավարտին, եթե ինչ որ հիշողություն կա, որին պետք է վաղուց հրաժեշտ տված լինեիք, կա այդպիսին ունեք։ լավ ասացիք, ճիշտ սկսեցիք, եթե Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ ես եմ շնորհակալ։ Առանց դերի, առանց տեքստի ու առանց թատերական լույսերի այսօր բացահայտեցին Գոռ Համբարձումյանին։ Կհանդիպենք։